Senga Otkov. Անհար եորդվո եւ օգնին սրբ ամեն այրմեր վրերգենսիես սուրբ եղեցի անուն քո եղեցի արքայություն քո եղեցին գամ քո որպես երգենս եւ երգրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ թող վրաց մադաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն ալպրգյազ մեզ ճարե զիկոյ արքայություն եւ զորություն եւ պարքավիդյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես Տվիգանայս, եւ օրհնյալ է բդո որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիա վասն մեր մեղավորածս այժմ եւ իժամու մահվաններո ամեն, բարքոր եւ օրհնվո եւ օգուին Սրբո, այժմ շրջան սավդենից ամեն, թակուի խաղաղության աղոթյա վասն մեր Ուսանպալորդ էլ լավ եք Ուրեմն ասկի առաջ ցեզի ասել ենք որ մենք բանի վրա մեր գայքի էջի վրա այս գիրքը ունենք որպես PDF եւ սա է որ կարիք ամիսներին կարծեմ կարող է որ մինչև դարվում վերջը այս ծևով շարունակենք, բայց կարող է նաև որ տարբեր փոփոխություններ տեղի ունենան մեր ամբողջ աշխատանքի եւ ուսումնասիրության վերաբերյալ ինչ է ուրեմն ինչպես գիտեք յուկատը որ հիմնված է այս գիրքի վրա եւ դրա համար երբ որ յուկատի մեջը կտեսնեք հարցումները որ կան եւ հարցումների պատասխանները ուրեմն պատասխանների մեջը մանավանդ վերջավորության տրվում է համարներ եւ այդ համարները իրականության համարները որ կան վերջավորության այդ համարները ուրեմն մյուս քիրքի այս քիրքի համարներն են կրնանք ասել ոչ թե խդացումն է սա խդացումը չէ մույսին այլ ներկայացնում է այդ մեծ քրքի փոխանցությունը երիտասարդներին եւ կարծեմ ցեզանից ոմանք գիտեն որ սա եղած է ասկե 15-16 տարի առաջ եւ այդ ժամանակ Բենեդիկտոս Հռոմի Պապը այս քիրքը դեպել դված էր դարբեր լեզուներով բացի հայերենից եւ միան հայերեն չեպում կարծեմ մի քանի լեզուով այս ամենը դպված էր եւ բաժանված էր հոն բոլոր եղողներին կարծեմ միլիոնի չափ բան դպականակ կար եւ այդ ամենը բաժանվեց եւ այս յուկատի աշխատանքը շարունակվում է մինչև այսօր եւ փոքրերի համար եւս մենք ունենք բացատրություններ որ նույն բացատրությունն է նույնն ամեն ինչը ինչևէ անցյալ ուրբաթ օրը ցեզ մի քիչ խոսացի ինչ մասին ինչպես եվրոպական երկրներում ցածկված ճարակալույցի արարողության ժամանակ աշխարհին 4 կողմը 130-140 անցիկ մգրտվեցին
հիանալի մի բան է։ Եվ հիշեք ձեզ ասեցի, որ այդ ամենը, ովքեր պատրաստեցին այդ մղրդության, իրենք ունեին դասընթացներ, որ պետք է հետևեին, ինչպես նաև անձիկ, ովքեր իրենց օգնում էին։ Եվ նաև մղրդության վերջը նորեն կային անձիկ, ովքեր բացատրում էին իրենց հետը շարունակում էին իրենց ընթացքը, որպեսզի ավելի լավ հասկանան, թե մեր ծիսակատարությունը որ մեկն է։ Ծիսակատարություն։ Եվ սա է, որ մասին մենք պիտի աշխատենք ավելի լավ հասկանալ եւ երբ որ խոսում ենք ծիսակատարության մասին, մտածում ենք ընդհանրապես կամ ամենի ավելի Սուրբ Պատարագի մասին։ Այո, Սուրբ Պատարագը ավելի Սուրբ հաղորդությունը կենտրոնն է բոլոր խորհուրդները, 7 խորհուրդներ որ ունենք, այդ 7 խորհուրդների փուն նպատակը, վերջնական նպատակը այդ Սուրբ հաղորդությունն է։ Եվ Սուրբ հաղորդությունը ինչ է? Հաղորդություն, որ պիտի հաղորդվենք, այսինքն պիտի միանանք, լինենք մեկ Հիսուսի հետ, որովհետև մենք մեր մղրդությամբ Հիսուսի մարմնի անդամներն ենք։ Բանալին այդ 7 խորհուրդներին անշուշտ մղրդությունն է։ Եվ եթե նայենք այդ 7 խորհուրդներին, այդ 7 խորհուրդները 3-ի բաժնված է։ Մեկը այդ մուտքն է, այդ քրիստոնյա կյանքին մղրդությունը, դրոշմը եւ հաղորդությունը մուտքն է, բայց հաղորդությունը նաև նպատակն է, նաև նպատակ այդ իմաստով, որ Սուրբ Հաղորդության միջոցով է, որ մենք միանում ենք Հիսուսի հետ, եւ մեր վերջնական միությունը հոն է, որ պիտի իրականանա եւ ամբողջությամբ։ Իսկ հետո մենք ունենք բժշկության խորհուրդը, որ է եւ աշխարհության խորհուրդը, այսինքն խոստովանանքը եւ միշտ կամեն հիվանդած օծումը։ Եղավ 7, մնաց 2 եւ մյուս երկուսը, այսինքն կանայությունը եւ ամուսնությունը, սրանք ծառայության խորհուրդներն են։ Կամաց ասամենին բացատրությունը մենք պիտի ունենանք, նաև դուք կարող եք կարդալ, ուրեմն մենք պիտի սկսենք H 108-ը, այդ ավելի ճիշտ 106-ը, H 106-ը, այդ PDF քիրքը, որ գա յուկատին մեր կայքի էջի վրա, 106-րդ էջից պիտի սկսենք և պիտի կարդանք, նաև 2-3 րոպեից հիմա Լիլիթին կասեմ, որ բանա և մեզի ցույց տա այդ էջերը և որ պետք է էջը դարձնենք և շարունակենք, կարդանք և մեկնաբանենք։ Հայր Անտոն, Այո, համակարգչի հետ խնդիր կա, կարծեմ չկարողանամ այսօր միացնել։ լավ, աշխարհը չպլավ դեր։ Okay. Ծիսակատարությունը ինչ է։ Ծիսակատարությունը
մի նյութական լինի դա խոսք է մի նյութական բան է որ ավելի աշխարհիկ լինում է բայց եւ այնպես մեզ դալիս է ամբողջովին դարբեր մի բան ավելի խորը այսինքն երբ որ մտածում ենք սրա մասին մենք մեր կյանքի մեջը ունենք ծիսակատարություններ չէ եթե անոր մասին սկսեմ բացատրություններ կնամ երկար բացատրություններ դալ որ այսօր միայն մեգումը հետ եթե ցերկ թոթվենք սա արտաքին մի բան է բայց նաև կարող է մեջ ունենալ շատ իմաստներ, չէ՞։ Կարող է լինի միայն բարևը, որ գտանք եւ որ հանդիպում ենք, բայց նաև կարող է որ լինի մի համացանության, որ գուքանք եւ ցերկտվելով այդ համացանությունը կընտրենք, որ բան բարդացում է մեզ Ձեզի մի պատմություն սա որ Միացյալ Նահանգների մեջ տեղի ունենա ունեցել է ուրեմն մի հայր խաչմերուկի վրա լավ դեղ ունի եւ 7-11 մի ընկերություն է որ եւ բենզին կծախեն եւ ուրիշ բաներ կծախեն բավականին լավ ճանաչված է ամբողջ Ամերիկայի մեջը եւ հազարավոր դեղեր ունին իրենք ուրեմն ավասիկ անին 7-11 որովհետև Արավոտ ժամանակին մինչև գիշերը 11 բաց է անորամար 7-11 անունը դրած են 7-11 ուրեմն այս հայուն հետը կհամաձայնվին առանց թուղթի միայն ցերկտվելով կինը որ գուզեն այդ հոհամասը իրենք առնել եւ հետո միտքերին կփոխեն եւ չեն առնել հայը չէ պետք է գլուխը դարբեր լա ուրեմն ինքը այդ քանի որ խաչմերուկին ուրիշ մի անգույնին մեջը ինքը նույն ծևի դեղ կպանա եւ բենզինի եւ դարբեր բաներ վաճառելու եւ անոնը գտնե 6-12 այսինքն առավոտ ժամը 6-ից մինչև գիշերը 12 ուրեմն 7-11-ի դերերը տատ կպանան իրեն դեմ ասելով որ սա կողանում է մեր անունը եւ բավական երկար կդեվե իրենց այդ թադը բայց հայը գահտե եւ երբ որ հայուն գսեն որ ինչու իր այս ամենը արժեց որ այսքան ծախսեր այսքան հոգնություն կսե մեզի համար կսե այդ ցերկ թոթվելը շատ ավելի կարևոր է քան թե թուղթերի վրա ստորագրելը ցերկ թոթվել որ շատ ավելի խորը իմաստուն եւ նույն ձևով եթե նայենք եթե ուրիշ տեև մի բան առնել երբ որ մայրը իր երեխան կրգում է սա Ներեցեք Վարդապետ ջան ձեր թոթվելը ո՞րն է անգլերենով handshake կսեն երբ որ մեկուն ցերկ բռնես եւ կբարևես բարևել շնորհակալ եմ
Որ չեք հասկնա, որովհետև իմ լեզուս մի քիչ տարբեր է, հարցրեք, խնդրեմ։ Ուրեմն խնդիրը միան բարևել չէ հունդերը, երբ որ ռապա այդ մարդը երկուքը համաձայնության գալիս են մյուսին ցերկը սեղմելով, ամբողջովին տարբեր։ Հիմա մյուս բանը, որ ասում էի, որ մայրը, երբ որ երեխան կրգում է, մի բարձ արարք մնե, բայց անոր մեջը որքան սեր գա, չէ, բայց սերը ամբողջովին տարբեր մի բան է, քան թե այդ կրգելը երեխային։ Ուրեմն, երբ որ խոսում ենք ծիսակատարության մեջը, ձեզ նույնն է, մի ֆիզիկական բան կա հոնդեղը, բայց շատ ավելի խորն է, որովհետև ուրիշ բան կա։ Այսօր, երբ որ նաև մտածելանք խունգը, որ գվարենք, խունգը ինչ է, բայց նորեն մեծ իմաստ ունի, երբ որ մենք այդ խունգը կործածում ենք, տարբեր արիտներով, տարբեր դեղ, և ամբողջովին տարբեր իմաստ ունի, երբ որ խունգը կործածվում է մեր տանը, խունգը կործածվում է եկեղեցում, խունգը կործածվում է գերեզմանում։ Ուրիշ իմաստ ևս ունին, քան թե միայն այդ անուշ հոդը, որ խունգը տալիս է։ Այսևով մենք պիտի նայենք վերջը բոլոր 7 խորհուրդները եւ այդ խորհուրդների եւ ֆիզիկական մասը, նյութական մասը եւ բուն իմաստը։ Բայց այս ամենը հասկանալու համար պիտի երթանք եւ տեսնենք սկիզբն։ Եվ սկիզբը, որ գուզենք երթալ եւ տեսնել, ուր է այդ սկիզբը, անշուշտ 5 դագարանն է։ 5 դագարանի սկիզբն տեսնում ենք, որ ծիսակատարություն կա։ Եվ առաջին ծիսակատարությունը տեսնում ենք, որ լինում է նաև զոհմադուցելը։ Կայեն եւ Աբելը։ Եվ զոհը, որ մադուցվում է, հոն, Աբելը, որ անասուն է մորտում, եւ Կայենը իր հողի արտադրանքեն դալիս է։ Սա մի արտաքին բան է, որ մեջը զոհություն կա, եւ երբ որ կմտածենք մենք անասունը մորտելու եւ զոհելու մասին եւ նաեւ ուրիշ ինչ որ նվիրվում է, սա ինչ է բուն կորձնական նպատակը չէ, կորձնական իրականությունը այն է, որ երբ որ մի անասուն մորտում է, կնշանակի ինքը հրաժարվում է այդ իր եկամուտից, այդ իր ունեցվածքից, նույն ձևով այդ ինչ որ նվիրում է, որպես բան բդուղ, որ նվիրում է։ Ուրեմն մենք տեսնում ենք 5 դագարանի մեջը ավելի շատ Մովսեսի ժամանակ։ Երբ որ նայում ենք մենք Մովսեսի ժամանակ այդ ինչ որ նվիրվում է, տեսնում ենք այդ անասունները, որ մորտվում են, եւ այդ անասունների մորտելը եւ ասան նվիրելը հոն գա, այսինքն հրաժարվում եմ ես իմ ունեցածից եւ երբ որ ողջակեզ է, որ ես նվիրում եմ, այսինքն ամբողջ
անասունը այրում եմ, ես անգե ոյվե օգուտ չունեմ, բայց նվիրում եմ։ Ուրեմն տեսնում ենք Մովսեսի օրով, որ Մովսեսը շինում է վրանը, որոն մեջ գա սրբություն սրբոցը, եւ հոն նաեւ գա հացի սեղանը, եւ հացի սեղանի վրա 12 հաց, որ ամեն մի բան Հակոբի զավակների համար ամեն մեկ ցեղին մեկ հաց, եւ այս հացերը, որ տրվում էին սեղանին վրա, մեկ շաբաթ մնում էր հոն, եւ շաբաթվա վերջավորության այդ հացերը վերցնում էին եւ դեղը նոր հաց տնում էին, բայց այդ հացը այլևս իրենց համար օրհնված եւ կարեւոր հաց է, եւ այդ հացը միայն քահանաները եւ իրենց ընտանիքն է, որ իրավունք ուներ ուտելու։ Եվ տեսնում ենք նաեւ ավետարանին մեջը, որ երբ որ աշակերտները սորենի հասկից ուտում էին եւ հրյաները գալիս եւ ասում են Հիսուսին, ավասիկ ու աշակերտներն անում են այդպես բան, որ արգելված է շաբաթ օրով անելը, եւ Հիսուս ասում է, չեկիշեր Դավիթը, երբ որ ինքը եւ իր հետեւողները սոված էին եւ գնացին եւ գերան այդ հացը, որ իրավունք չունեին իրենք ուտելու, միայն քահանաները իրավունք ունեին։ Ուրեմն սա մի նվիրում էր, Աստծուն նվիրում էր եւ քահանան, որովհետեւ մաս է կազմում այդ ամենին, ինքը կարողանում էր կործածել, օգտագործել այդ հացը։ Ուրեմն գար հացը եւ գար նաեւ հունգը, որ վառում էին միշտ, եւ այդ անասունները, որ մորթում էին հարադև ամեն օր անասուններ մորթվում էր եւ նվիրվում էր Աստծուն։ Ասենք արդակին նշաններ են, որ շատ ավելի խորը իմաստ ունի, բայց չմոռանանք, որ միայն զոհը չէ, որ անասուն մորթելը, այլ տեսնում ենք, որ նաեւ մաս կազմում է ցետը, ցիտաբդողի ցետը, որ վերում են եւ նվիրում են Աստծուն, եւ սա իրենց եկամուտի կամ իրենց ունեցվածքի մեկ մասն է, որ նվիրում են Աստծուն։ Ցետը կա, ծորենը կա, ալյուրը կա, այս ամենը տարբեր ցևերով մարդը սկուզե մի հաղորդակցություն ստեղծել Աստծո հետ։ Երբ որ մտածում ենք Աստծո մասին եւ մտածում ենք այս ամենի մասին, տեսնում ենք, որ սա նորություն չէ, չափազանց հին է, որ սա պաշտամունքի մի մաս է կազմում։ Եվ այս ամենը միայն մտածելով է, որ պիտի ավելի հստականա մեր մտքերին մեջը։ Եթե չենք մտածեր, կարդալով, բանը չենք հասկանար։ Պիտի մտածենք այդ ամենը, թե ոչ թե բառերը եւ բառերի իմաստը, այլ պատմությունը հասկանալն է։ Ամենակարևորը սա է։ Նույնիսկ Աստվածաշունչը, ամենակարևոր մասը Աստվածաշունչի պատմությունը, բրգության պատմությունը հասկանալն է։
Եթե ոչ միայն էջերը կարդալը շատ բան չի դար մեզի։ Այո, Սուրբ Հոգին խոսի մեր սրտերում, երբ որ մենք կարդում ենք ովևէ մի էջ Աստվածաշունչից, բայց պատմությունը չենք հասկանում այդ ամենը։ Երբ որ նայում ենք Ինգդագարանը Մովսեսին առաջ, գնում ենք դեպի Աբրահամ եւ Աբրահամի օրոք տեսնում ենք ավասիկ մի ասավորություն գալիս է, որ մեզ ներկայացվում է որպես քահանա Մելքիսեդեկը գալիս է եւ օգնում է Աբրահամին եւ Աբրահամը իրեն տալիս է 10% իր ունեցվածքին, որովհետեւ սա Աստծո կողմ է, մի քահանայապետ է եւ նաեւ ինչ որ երբ որ այդ ամենը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Աստծո ցանկությունը այն է, որ մարդը լինի միևնույն ժամանակ եւ քահանա եւ լինի թագավոր, այս երկուքը կարևոր են, որ այդ մարդը լինի Աստծո հետ հատուկ հարաբերության մեջը եւ ինչպես որ Սուրբ Պետրոս մեզ ասում է, մենք քահանայության ցեղ ենք, մենք թագավորության ցեղ ենք։ Ուրեմն եւ թագավորությունը, քահանայությունը նորեն գաբ է Աստծո հետ։ Ուրեմն սա մի հերվից պատրաստություն է, որ ավելի լավ հասկանանք եկեղեցու խորհուրդները։ Ինգդագարանին մեջը տեսնում ենք դարբեր բաներ, որ ունդեղ դեղի են ունենում, որ այդ ամենը պատրաստում է, որ կամ որ բաները այդ ժողովուրդը, հրեա ժողովուրդը ինքը չէր գիտեր, թե ինչպես պիտի վերջանա եւ ինչ է Աստծո վերջնական ծրագիրը, իրենք միայն անում էին ինչ որ Աստված հայտնում էր եւ Աստված հայտնում էր շատ տանտաղորեն տարերի ընթացքում, թե ինչ պիտի լիներ։ Կներեք, միտքս չէր գալիս երրորդ կետը, որ ասեցի թագավորություն, քահանայություն եւ երրորդը մարգարեություն։ Մարգարեն ով է։ Մարգարեն անոր խոսում է, ոչ թե մարգարեանում է, որ ինչ պիտի լինի, ապակայում չէ, դա չէ մարգարեություն։ Մարգարեն ով խոսում է, Աստծո անունով, Աստծո կողմից խոսում է։ Ինչպես նաեւ տեսնում ենք, որ երբ որ Մովսես ասում է, ասում որ դες ես հստակ չեմ կարող խոսալ եւ եթե երտամ բարավոնին կավ, բարավոնը ինձ ամիջապես դուրս պիտի ներ։ Կսե եւ կարդում ենք Աստված երկի մեջ կարդում ենք, որ Աստված ասում է քո եղբայրը թող լինի քո Արոն, քո եղբայրը թող լինի քո մարգարեն, այսինքն քո դեղդ խոսողը։ Ուրեմն մարգարեն այդպես է։ Ուրեմն մենք պատկանում ենք քահանայական, թագավորական եւ մարգարեական ցեղի։ Մելքիսեդեկը եւ 10-րդը, որ դրվում է, սա նաեւ մաս է կազմում մեր հասկացողության եւ այսօր մենք գարիքի չունենք մեր 10-րդը դալու եկեղեցին, որտեղ իրականության մեջ է, եթե հասկանալու լինենք ավետարանի մեջ է 10-րդի մասին խոսք չկա, որ պետք է մենք տանք, բայց ավետարանը շատ ավելի խորքային է, որ
մենք շատ ավելի պիտի տանք, քան թե 10% մեր ունեցածին։ Ինչ որ ալկրնանք տալ, որքան ավելի գրնանք տալ, այնքան ավելի պետք է աշխատենք տալ։ Որովհետև մենք բոլորս ճշմարիտ ընտանիք, ոչ թե մեր ընտանիքները, որտեղ մեր ընտանիքները երբ որ մտածենք, ով մտածում է ընտանիքի մասին իրականության մեջ ամեն մեկը միայն իր շահն է որ փնտրում է, մանավանդ երբ որ ամուսնանում է մեկը եւ ունի իր ընտանիքը արդեն իր զավակները, իր զավակները, այլևս ամբողջովին տարբեր ցևով վարվում է իր եղբայրների եւ քույրերի հետ եւ նույնիսկ ծնողքի հետ։ Ինչ է, նոր մասին չէ մեր խոսքը։ Նաեւ ասեցի, որ մենք հոնդեր ունենք հացը, 12 հաց, ամեն շաբաթ կփոխվի, գա զոհը, որ շարունակապար մատուցվում է, կա ցորենը, ալյուրը, ցետը եւ նաեւ քինին։ Այս ամենը նվիրումներ են, որ մենք նվիրում ենք Աստծուն եւ սա մեր ծիսակատարությունն է։ Սա 5 դագարանի մասին է։ Նոր դագարանի համար պիտի նայենք եւ պիտի տեսնենք, թե ինչպես այս ամենը նոր դագարանի մեջ ամբողջովին դարբեր ցևով ներկայանում է։ Ուրեմն եկեցու սուրբ խորհուրդները ինչու համար են։ Քրիստոնեականը ասում է, որ խորհուրդը նշաններ են Աստծո շնորհի նշանները։ Նյութական նշաններ, որոնց միջոցով հոգևոր շնորհներ են դրվում մարդկանց օգնելու ավելի մոտենալու Աստծուն։ Եվ մենք այդ մոտեցումը իրականացնելու համար է եւ տեսնում ենք նաեւ, որ Քրիստոսի մարտեղությունը չափազանց կարևոր է մեզ մոտեցնելու Աստծուն։ Տարբեր ցևերով մենք ասկալ լսած ենք եւ նորեն ուզեմ ես միշտ կրկնել եւ ասել ցեզի, որ ինչ որ ես ասում եմ, շատ քիչ բան կա, որ նորություն է, այլ ծեր քիծածները տարբեր անգույն են ցեզ ներկայացնում եմ։ Ուրեմն Քրիստոսի մարտեղության փուն նպատակը, վերջնական նպատակը որն է։ Սա լսած եք եւ գիտեք։ Սուրբ Յորդան երկրորդ անձը մարմնացավ, մարտացավ, որբեսի մեզ աստվածացնե, մեզ վեր հանե։ Սա է փուն նպատակը եւ դա պիտի լինի այդ խորհուրդների միջոցով հաղորդություն, ոչ միայն հաղորդակցություն, այլ հաղորդություն եւ այդ հաղորդության փուն ամենը կենտրոնական մասը սուրբ հաղորդությունն է եւ սուրբ հաղորդությունը ոչ միայն որպես ինչպես ասեմ, հայերենի մեջ մենք հաղորդություն, սուրբ հաղորդություն բարերը գործածում ենք եւ լատիներեն, հունարեն, նաեւ անգլերեն, ֆրանսերեն ունեն ավխարիստիա, որ երկու հունարեն բարերեն ավը, որ միշտ կնշանակի լավ, բարի, խարիս կնշանակի շնոր եւ ավխարիստիա բարը լավակույն շնորը։ Աստծո լավակույն շնորը այս սուրբ հաղորդությունն է, որ մեզ բարձրացնում է
Հյուրերը եկան։ Լավ, ցայներին չենք լսել, կարծեմ։ Ինչևից է։ Լավագույն խորհուրդը, ինչու, որովհետև մեզ առնում է եւ բարձրացնում է, միացնում է Աստծուն։ Մեր մգրտությամբ մենք միացանք եւ եղանք Հիսուսի մարմնի անդամները եւ ավասիկ այդ անդամները լինելով մենք ունենք նոր կյանք, հավիտենական կյանքը եւ Սուրբ Հաղորդության միջոցով մենք սնվում ենք, որպեսզի այդ մեր միությունը ավելի եւ ավելի զորանա եւ այդ զորանալը եւ միությունը ավելի հստակ եւ ավելի խորը լինելու համար մենք նաեւ կարիք ունենք այդ 7 խորհուրդներին։ Մեկ խորհուրդ չէ, կենտրոնականը այո Սուրբ Հաղորդությունն է, այդ նաեւ Սուրբ Հաղորդություն երբ որ գխոսիմ, երբ որ ասում եմ Սուրբ Հաղորդություն, ինչ եք դուք մտածում։ Մտածում եք այդ հաղորդությունը, որ մենք ընդունում ենք, մենք միանում ենք այդ Սուրբ Հաղորդության, բայց հունարեն բառը, որ կորցածվում է, Ավխարիստիա, հունարենը կամ լատիներենը կամ անգլերեն ֆրանսերենը նույնն է, սա ոչ միայն այդ ինչ որ մենք ստանում ենք, այլ Սուրբ բանը Ավխարիստիան այդ մեր լավագույն շնորհակալության արտահայտությունն է Աստծուն, այդ շնորհը, որ մենք ընդունում ենք եւ մենք վերադարձնում ենք Աստծուն։ Եվ սա որպեսզի ավելի հասկանանք, պիտի հասկանանք, որ սա գալիս է Սուրբ Հաղորդությունից։ Հիմա ցեզի կարտամ ես կուրսայի, որ այսօր կարողանայինք ցեզի ցույց տալացիա, բայց եթե կարողանաք դուք բանալ, չեմ գիտեմ նորեն ցեզի հիշեցնել, թե դուք ինչպես կարող եք մտնել մեր կայքի էջը եւ H100 H108 լավ որն է դիսագադարման ամենախորը սկսնաղբյուրը դիսագադարման ամենախոր սկսնաղբյուրը Աստված է ում մեջ կա սիրո հավիտենական երկնային խնջույք հոր որդու եւ Սուրբ Հոգու ուրախությունը քանի որ Աստված սեր է նա կցանկանար թույլ տալ մեզ մասնակցելու իր ուրախության տոնին եւ մեզ շնորհելու իր օրհնությունները երկրային դիսագադարումները պետք է լինեն գեղեցկությամբ եւ զորությամբ լի հանդիսագադարումներով հորը նվիրված տոնագադարություններ ով ստեղծեց մեզ ահա թե ինչու երկրի պարգևները այդքան մեծ դեր են խաղում հացը, քինին, յուղը, լույսը, խունգը, Սուրբ Երաշտությունը եւ շքեղ քույները որդուն նվիրված տոնագադարություններ ով բրգեց մեզ ահա թե ինչու մենք ուրախանում ենք մեր ազատագրմամբ խորը շնչում լսելով խոսքը եւ զորանում ենք ճաշակելով Սուրբ Հաղորդության պարգևները Սուրբ Հոգուն նվիրված տոնագադարություններ ով ապրում է մեր մեջ ահա թե ինչու գա
մխիթարության, գիտելիքի, կացության, ուժի եւ օրհնության հարստություն, որը բխում է այս սուրբ հավաքներից։ Հարցումներ ունիք։ Վարդապետ ջան, ունեմ, պետք է Լսում որ եմ։ սկզբից տայի, բայց չասեցիք, ես երևի սկզբից ասեմ, բայց դա թողնենք։ Հիմա Եվխարիստիայի մասին հարցնեմ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու գործ Կարաքելոցում այդ հենց պատարակի հացի մասին մեծ շեշտումներ չկան, շատ այնպես մի տեսակ քողարկված է, այն հացի բեկումը, հացի նստելը ժողովրդի այնտեղ մի տեսակ նպաստի հացի նստել է, իսկ հենց որպես խորհրդի անտեսանելի է, հետո երբ բան Պետրոս Առաքյալն ասում է մեզ պատիվ չէ հացի բաժանումը, այլ մեզ համար պատիվ է, որպեսզի մենք աղոթենք եւ Աստծո խոսքը քարոզենք։ Այնտեղ նույնպես մի տեսակ այդ հենց այն պատարակը, ինչպես որ ինչին որ մենք ենք ծանոթ, դա մի տեսակ քողարկված վիճակում է։ Հիմա այնտեղ երկու երեք տարբեր բաներ կան, սկսին վերջինը Սուրբ Պետրոսին խոսքերը, որ բաների դե Սուրբ Պետրոս ինչի մասին խոսում է։ Սուրբ Պետրոս երբ որ ասում է, որ մենք չպետք է խոսենք այդ հացի մասին, որ մեկ հացն է։ Սկիզբը, եկեղեցու սկիզբը, կյանք ամբողջովին տարբեր էր։ Ուրեմն, մարդիկ գալիս էին ճաշելու, միասին ճաշում էին եւ ինչ էր պատահում։ Ամեն մեկը փերում էր ինչ որ կարող էր, ոչ թե միայն ինչ որ ինքը պիտի ուտի, այլ նաև հոնդեղը մարդիկ ավելիով փերում էին ուրիշներ, ինչպես որ կարդում ենք նաև, որ իրենց արդը վաճառում են եւ փերում են դրամը եւ տալիս են առաքյալներին եւ առաքյալները իրենք են որ բաննա մատակարարում էին եւ բաժանում էին, բայց երբ որ թիվը մեծացավ, որովհետեւ երկու-երեք շաբաթ չանցած այլևս 5000-ն ավելի էին եւ ասած ամենուն շիտակ ծևով դալը ինչ որ ինձ պետք է խնդիր ցակեց որ հունախոս այրիներին շատ ավելի քիչ դրվում էր այդ եկած նվերներից քան թե բաննա արամերեն խոսողներին բոլորն էլ հրյային բայց մեկ մասը որ դուրսեն եկած է դեղական լեզուն չի խոսում հիմա ասենք որ եթե Հայաստանի մեջ մալար Ղարաբաղցիները որ երբ որ մեր մեջն էին եւ բանը նույն աչքով չէ որ հայաստանցիները նայում էին ղարաբաղցիներին ուրեմն նույն խնդիրը կար եւ ուրեմն Պետրոսը ասում է մենք մեր ժամանակը չպիտի գործունենք որ ապահովը լավ որ մենք աղքատներին այրիներին բաժանում ենք շիտակ ծևով դուք ընտրեցեք 7 հոգի որ այդ գործով իրենք զբաղվին մենք ավելի Աստծո խոսքը քարոզելու բայց նաև այդ Աստծո խոսքը քարոզելու մեջն է եւ մաս է կազմում Սուրբ Հաղորդություն բادرակ մատուցելը բայց ես երբ որ առաքյալները բادرակ մատուցում էին իրենք մեր հիմակվա շորերը չունեին այդ մեր եկեղեցիները չունեին բարձ դուն մներ դունին մեջ նստած են եւ բարձ անոթներով այդ ամենը անում էին ուրեմն դրա համար երբ որ այդ ժամանակ այդ Սուրբ Հաղորդությունը բادرակը մատուցվում էր
նույն ցևով չգար շարականները բայց նաև կային, որովհետև Աստվածաշունչը նոր գտակարանը գարտալով եւ Պետրոսի կրություններուն մեջ եւ Պողոսի կրություններուն մեջ տեսնում ենք, որ արդեն շարականներ կան, որ երկեցվում էր, երբ որ իրենք հանդիպում էին, բայց այդ շարականներն ավելի իրենք աղոթում էին Սամոսները, Աղմոսներով, այո։ ուրեմն Սամոսները աղոթում էին եւ ուրեմն առաքյալներն որ ներկա էին սկիզբը առաքյալները հոն էին բոլոր բادرակներին առաքյալները խոսում էին Հիսուսի ավետարանի խոսքերը բայց ավետարանը դեռ չէր գրված բայց եւ այնպես երբ որ սկսան նորեն եւ նորեն բادرակը մատուցել որոշ հատվածներ սկսան նույնը կրկնվել եւ այդ նույն կրկնված հատվածները վերջը մաս կազմեցին այդ ավետարանին որ հրադարակվեց այդ 4 մանավանդ 3 այսինքն Մատթեոս, Մարկոս եւ Ղուկասի ավետարաններուն մեջը այդ ինչ որ բادرակներին առաքյալները բացատրում էին եւ ասում էին Հիսուսի խոսքերից եւ Հիսուսի վարդապետությունից այդ ամենը գործածվեցին այդ ավետարաններին մեջը եւ այդ ծավով է որ այսինքն ավետարանները որ գրվեցին Հիսուսի մահվանից 40-50 տարի հետո կարող էին իրենք փառացի նույն բաները ունենալ ինչ որ Հիսուս խոսած սա ասամենուն մասին ահագին վիճաբանություններ բաներ նույնիսկ մի ժամանակ կար ասկե 80-90 տարի առաջ 100 տարի առաջ որ նույնիսկ կաթողիկ է բան Աստվածաշունչի մեկնաբաններ ասում էին որ մենք ոչ մեկ ապահովություն չունենք որ այդ ավետարանները որ մենք ունենք իսկապես Հիսուսի խոսքերն են շատ հնարավոր է որ եկեղեցին ինքը իր ուզածին պես շինած է բայց ավասիկ քեշեմ երբ որ ես սովորում եմ նոր ասինասկե 55 տարի առաջ Յոակիմ Երեմիաս մի փոխկական ասազապան եւ ասազաշունչի մասնակետ բացի քիրկմա հրադարագեց որում մեջ ասեց որ եթե ուրիշ ոյվե մի բան բիզիչն տունինք բիդիոն տունինք որ ամեն բարը ինչպես նաեւ Աբա բարը ասում Հիսուսի պերնեն ելած բարեր են որտեղ ոչ մեկը չէր կրնալ այսօր աս բարերը շինել սա իսկական Հիսուսի խոսքերն են ինքը այդպեսով սկսավ վերջը ուրիշ քիրք որ հանեց խոսած Հիսուսի արագների մասին եւ բացատրեց որ ոչ մեկը չի գա որ Քրիստոսեն մեկ երկու տար առաջ մինչև Քրիստոսից մեկ տար հետո ոյևէ մեկը այդ տեսակ արագներ չխոսած բան չէ ուրեմն արագները ամենը անպայման Հիսուսի խոսքերն են վերջը մի քիրք եւս հրադարագեց որ է Սուրբ հաղորդության խոսքերը այսինքն վերջին ընտրիքի խոսքերը որքանով սրանք իսկապես եւ իրապես Հիսուսի խոսքերն են եւ ինքը իր քրության մեջը ասամեն քիրքերը ինչպես 55 տարի առաջ կարտացի
շատ գեղեցիկ ձևով բացատրեց եւ տեսնում ենք նաեւ որ Բենեդիկտոս 16-րդը իր քրկի մեջը որ Հիսուս Նազարեթի քրկի մեջը ինքը այդ փաստերը մեզի նորեն ներկայացնում է որ սա իրապես Հիսուսի խոսքերն են եւ սա մեզ տալիս է ճշմարիտ Հիսուսի բարտավետությունը Հիսուսի ճշմարիտ խոսքերը Այսինքն կարող ենք եզրակացություն անել, որ քանի որ ավետարանները գրվել են 40-50 տարի հետո, ապա այդ ավետարանների գրվածքը նույնպես վկայում է Սուրբ Պատարագի ներկայությունը, որ այդ համայնքը ապրել է Սուրբ Պատարագով, ասենք փաստագրվել է, հա։ Հասկացա, շնորհակալություն։ Կարևոր գեդա որ բանը հիմա ես այսօր խոսում եմ ասկե մեկ շաբաթերով հետո կրնակ հիշել ոչ բայց առաքյան բան այդ ավետարանիչները որ 40-50-60 տարի եւ Հովանես ավետարանիչը որ նաեւ 80 տարի հետո գրում է ինչպես կրնա շիտակ խոսքերը բաներ որովհետեւ այդ ժամանակ հիմա ինչ որ ես խոսում եմ եւ ցայնակրվում է եւ բաննավի վիդեո է կրնակ ասկե 50 տարի հետո 100 տարի հետո նորեն դիդեր այդ ամենը բայց այդ ժամանակ անակ բան չկար բայց մարդկանց հիշողությունը զորավոր էր եւ որովհետեւ ինչպես սկիզբը ասեցի իրենք կրկնում էին այդ ամեն անգամ որ հավաքվում էին եւ նամակները Պողոսի նամակները նույն ձևով Պողոսի նամակները որ ուղարկվում էր մի քանի օրինակ չկար մեկ օրինակ էր եւ այդ օրինակը կարդում էին անկիր անում էին եւ հետո նորեն կարդում էին գարտալ ոչ թե այդ իմաստով նաեւ քրապարի մեջ գարտալը քիրկարնել եւ գարտալ չէ այլ նաեւ խոսելն է ուրեմն բادرքի ժամանակ գարտում էին եւ 5 դակարանից եւ նամակներից եւ Հիսուսի կյանքից Վարդապետ ջան, շնորհակալություն, Մարիկ, դեռ մի քիչ ժամանակ կա։ Այդ առաջի հարցն էլ տամ, կարծեմ, որ աղջիկներին նույնպես շատ հետաքրքիր կլինի, որովհետև մենք երեքշաբթի օրը Տեր Հովսեփի հետ խոսեցինք այս թեմայով, հարց առաջացավ, թե երկրորդ գալուստից հետո այս երկիրը մնալու է, լինելու է, թե չէ, Աստծո ստեղծագործությունը։ Հետո պատասխանեցինք այս կողմից, այն կողմից եկանք այն եզրակացության, որ հայտնության մեջ ինչպես որ գրված է նոր երկիր եւ նոր երկինք է լինելու, այսինքն պիտի որ Աստծո ստեղծագործությունը ներկա լինի, այս երկիրը լինի, բայց արդեն ձեր աշակերտը լինելով երկար ժամանակ, նորից արդեն նոր հարց առաջացավ իմ մեջ, թե եթե հավիտենականություն ժամանակ չկա, ապա այս երկիրը, որը նյութական աշխարհ նյութ է, իսկ ժամանակը եւ նյութը իրար հետ կապ ունեն, ինչպես կարող է երկիրը լինել երկրորդ շիլափլափ եղավ, ուզում եմ ձեր մեկնությունն էլ լսենք։ Եթե դերովսեպը պատասխանել է ձեզի ինչու ուզեք որ ես ալխոզեմ Որովհետև Տերովսեփից հետո հենց այդ հարցը իմ մեջ առաջացավ։ Եթե հավիտենականություն պետք է մնա, հավիտենականությունը պիտի ներկա լինի երկրորդ գալուստից հետո։ Այսինքն հավիտենականությունում ժամանակ չկա։ Նյութը ինչպես կարող է այդ անժամանակ տեղում ներկա լինել։ Լավ, տեսի, հիմա ես ձեզի դարբեր ձևով հրավիրեմ, որ մտածեք։ Այսօր երբ որ մենք կերտանք եւ գահորդվենք
Հավատում ես, որ Հիսուսի հետ մենք միանում ենք։ Հիսուսին իսկական մարմինը եւ արյան հետը մենք հաղորդության մեջ ենք։ Ճշմարիտ Հիսուսի մարմինը եւ արյունը։ Սա կարևոր կետ է։ Անշուշտ մենք Հիսուսի հետ ենք եւ նաեւ իշքը սիրեմ կրկնել Հովհաննես Պողոս երկրորդը Մանիլայի մեջը մի բادرակ որ մատուցեց 5 միլիոն հոգի գային եւ շատ մեծ քանակով մարդիկ սուրբ հաղորդությունը ստացան։ Իրենք ինչ ստացան։ Հարցյալ Քրիստոսը ուրեմն հարցյալ Քրիստոսը եւ ամեն դեղ է եւ ոչ մեկ դեղ է, որովհետեւ հավիտենականության մեջը ոչ դեղը գոյություն ունի, ոչ էլ ժամանակը։ Բայց մենք ունենք մենք մարմինը, բայց այդ մարմինը, որ պիտի ունենա հարության մարմինը, այլևս ամբողջովին դարբեր մի բան է, քան հիմակվա մարմինը, որովհետև հիմակվա մեր մարմինը, այդ բջիջները, որ կազմում են մեր մարմինը, հիմա այսօր իմ մարմնի բջիջները ոչ մեկը նույնը չէ, ինչ որ ասկի 7 տարի առաջ։ Այդ ամեն բջիջները մեռան եւ նորերը եկան։ Եվ ամեն վարքյան ոսկորներից 1/3-ը փոփոխության մեջ է։ Ամեն վարքյան։ Ուրեմն 3 տարի հետո ոչ մի ոսկորի բջիջ չկա, որ հիմա ունիմ, որ դեռ մնացած պիտի լինի։ Այդ ամենը պիտի վերջանա։ Բայց հարությունից հետո այլևս հարության բջիջները ամբողջովին դարբեր են։ Եվ այդ կյանքին մեջ, որ մենք պիտի ունենանք, ես պիտի կարողանամ ասել, ինչպես որ կարդում ենք Հոբ Երանելի գրքի մեջը, որ ասում է, ես իմ աչքերովս պիտի տեսնեմ, այսինքն ես եմ, որ պիտի տեսնեմ Աստծուն, բայց ես չեմ գնալ տեսնել Աստծուն այս ֆիզիկական աչքերով, բայց իմ աչքերով ես պիտի տեսնեմ Աստծուն, իմ աչքերով, ուրիշն աչքերը չեն։ Այդ անձը, որ հիմա ասում է ես, այդ եսն է, որ հարաբերության մեջ պիտի լինի Աստծո հետ։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ մեր մգրդությամբ մենք Հիսուսի մարմնի անդամներն ենք, մենք չենք մտածում, որ այդ միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ, բոլորը միասին, որ մեկ մարմին են կազմում, ինչպես կերևակայ ես։ Մեկ մարմին ենք, և մենք մարմին պիտի լինենք, չէ՞, հավիտենականության մեջը։ Վերջնական բացատրություն չունենք։ Մի բզդիկ բան ռոլիկ դերևս չիթերինք բանի մեջը մեր ֆեյսբուքյան էջի մեջը, բայց ուսամ ոչ ժամանակ են գտնենք, ուրեմն գրված է երկվորյակներ, որ գտնվում են իրենց մամայի արկանտում և իրար հետ խոսում են, ասում են, որ արդյոք կյանք կա հետո։ Եվ այդ խոսակցությունը, երբ որ լսեք այդ ամենը ավելի լավ պիտի հասկանաք, բայց այդ բդուղը, որ մամային մեջն է, ինչ կրնա հասկանալ,
ապակայի մասին։ Մենք կա նույն վիճակի մեջ ենք։ Ինչ կրնանք հասկանալ հավիտենականության մասին։ Կխոսենք։ Բայց կհավատանք, որ այո, ես այդ իմ եսս որ հիմա գա, որ նաև մեծ հարցմանշան է, որ մեկ եսը բանը մարմինն է, այդ ձերացած կամ այդ հիվանդը, որ վերջին ասիջանի կասկեղը իրեն տակնու վրա ըրած է, այդ մարմինն է, որ երբ որ հարությունարն է այդ պատկերն է, կամ ամբողջովին դարբեր պատկեր մի լինի։ Անոր համար ես Հայաստանի մեջ տաղումները, որ գնեմ ավտոյին սկիզբ արջևը, որ գտնեն այդ անցին պատկերը, շատ անգամ կզարմանայի տեսնելով այդ ինչ որ նկար դրած են ունդեղը եւ երբ որ նայի տակաղին մեջ է մեկը մյուսին հետը կորց չուներ։ Երբ որ ես իմ նկարներս կտեսնեմ ասկե 60 տարի առաջ եւ հիմա նկարներս անշուշտ ամբողջովին դարբեր են։ Հարությունը որ մեկն է։ Այսինքն ստացվում է, որ եթե օրինակ երեխեքը հարցնեն երկրորդ գալուստից հետո այս երկիրը լինելու է թե չէ, ավելի ազնիվ կլինի, եթե պատասխանենք, որ չգիտենք, քան թե ասենք, որ այս երկիրը, կոսմոսը, արևը, ամեն ինչը պիտի որ լինի միայն վերանորոգված, վերածնված վիճակում, հա։ Դες եթե ֆիզիկայի բանով աչքով նայելու լինենք, ասկե 100 միլիոն տարի հետո եւ 100 միլիոն տարի հետո մենք էլի նոր սկսած կլինենք մեր հավիտենականությունը 100 միլիոն տարի հետո այս աշխարհը բաղած ամբողջովին բաղած պիտելա, արևն բաղած պիտելա եւ կյանք պիտի չլինի, այդ իմաստով որ մենք կյանք հասկանում ենք այսօր։ Մենք պիտի լինենք։ Բայց այսօր տեսնում ենք եւ քինականները մեզի բացատրում են, որ եզերքին մեջը կան աստղեր, որ ժամանակին լույս արձակած են եւ արդեն իրենք հիմա սարել են, լույս չկա, բայց իրենց լույսը մեզ չի հասել, այնքան հեռու են։ Իրենք բաղել են եւ մի օր պիտի գա, որ այս աշխարհն նույնը պիտի լինի, արևն նույնը պիտի լինի, այդ ամենը վերջ պիտի ունենա։ Նաև ինչ որ քինականները մեզի բացատրում են այդ սև բանը գեդը, որ լինում է, որ չեն հասկանալ, որ սևին մեջ ինչ կա, եւ ինչեր գորում են այդ սևին մեջ, այդ ամենը, բայց ինձի համար ինչ որ կամենի կարևորն է, ես պիտի մնամ, ես պիտի լինեմ, եւ ես պիտի լինեմ Աստծո հետ։ Ասկի քեցիկ բան ինչ կուզեմ ես։ Ես հաց պիտի չուտեմ, որովհետև հացի կարիքը պիտի չունենամ։ Ես չպիտի կարողանամ վազվզել, որովհետև վազվզելու համար ժամանակ պետք է, ժամանակ չի գա։ Շնորհակալություն, Վարդապետյան։ Այս ամենը պետք է ահագին մտածենք եւ աշխատենք սխալ չսել երեխաներին, որովհետև այդ երեխաները, որ հիմա շատ քիչ գիտեն, կարող է որ մեկ օր գիտնականներ լինեն եւ թող չսեն, որ եկեցին իրենց սխալ բան սովորեցուց։ Ինչպես որ այսօր ահագին խնդիր առաջանում է, որովհետև կան քրիստոնյաներ, ովքեր ասում են, որ չէ, Աստված
աշխարհը ստեղծեց ճիշտ 7 օրվա մեջ եւ աշխարհը ստեղծված է 6-7000 տարի առաջ ասում եմ մենը սխալ է այդ ծավով խոսալը եւ չեմ գիտեր եթե դերյակ եք որ այսօր աշխարհի մեջ կան անցիկ ովքեր կարծում են որ աշխարհը դապակ է չեն ընդունել որ աշխարհը գլոր է ուզածի չափին որ գուզես ասե բայց քրիստոնյան չի գնար սեր որ չէ այդպես է եթե հանդիպեմ ես մի քրիստոնեի որ կարծում է որ աշխարհը դապակ է չեմ փորձել իրեն համոզել որ գլոր է բայց չունիմ ինձ համար կարևորը եւ աստվածաշունչի համար կարևորը աստված է որ ստեղծեց մեկ օրվա մեջ ստեղծեց մեկ միլիարդ տարվա մեջ ստեղծեց երկրորդական է ստեղծողը ինքն է բայց խնդիրը ոչ թե միայն աստվածը ստեղծեց այլ աստված քույտյան մեջ բահում է ամեն ինչ եւ Սուրբ Գերության երկրորդ անձի մեջն է եւ իրեն միջոցով է որ այդ ամենը քույտյան մեջ բահվում է այդ Հիսուս բիչեսեն Սուրբ Գերության երկրորդ անձի խոսքով է որ ամեն ինչը քույտյան մեջ մնում է եւ այս բարերը որ հիմա ես ես գործածում եմ ասենք նաեւ գտնվում են 5 դագարանի մեջը Աստծո խոսքի զորությունը, դաբարի զորությունը եւ դաբարն է որ ամեն ինչը բահում է քույտյան մեջ։ Քիչ մի լայն մտածեք։ Եվ եթե կարելի է շատ լայն մտածենք։ Եղավ ուրիշ հարց ունեք։ Լավ, հարցում չի գա, ուրեմն ինչպես ասեցի, H 106-ն սկսյալ մի քանի H կարտացեք։ Առաջին գլուխը եթե կրնակ կարտալ, որ շատ երկար չէ, բայց բավական մտածելու բան տալիս է հոն, մինչև 113։ Այդ մասը կարտացեք եւ կարտացեք ոչ միայն մեջտեղի մասը, այլ երկու ծայրերը ինչ որ կան, անոնք կարտացեք, որտեղ հոնդեղը տարբեր մեջբերումներ են։ Շատ բարի։ Եթե հարցում չունեք, Լիլիթին ասեմ, ես չգիտեմ, ես Ռուսաստանից է թե ինչ է, հիմա ես փորձեցի չի բացվում։ Նորից կդնես Լիլիթ ջան, այդ սայթում որպեսզի նորից Հա, արդեն դրել եմ։ Հա, ապրես աղջիկ։ Խնդրեմ։ օքեյ, բարի գիշեր։ Շնորհակալ ենք շատ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր բոլորին։